Գրավիչ լիզինգ առաջարկներ, որոնք երկրորդ շնչառություն կտան ձեր բիզնեսին։ Ապրիլի 18-ին մեկնարկեց Լիզինգ Էքսպո 2025-ը։ Տասնյակ ֆինանսաբանկային ընկերությունների կողքին իր յուրահատուկ առաջարկներով է հանդես գալիս նաև Արարատ բանկը։ Կարող եմ ասել, որ կլինեն շատ դեպքեր, որոնց պարագայում հաճախորդը քեշբեք կստանա ավելի շատ, քան իր ամբողջ ժամանակահատվածում վճարվող տոկոսները։ Մինչև 35% հետ վճարի քեշբեքի հնարավորություն կունենան ընկերությունները, որոնք կօգտվեն Արարատ բանկի լիզինգային ծրագրից։ ՎԶԲ-ի վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի հետ համագործակցության շրջանակում այս տարի բանկը ներկայանում է բացառիկ առաջարկով։ Ընկերությունը, որը կարող է դառնալ այս ծրագրի շահառու, պետք է ունենա Հայաստանի Հանրապետությունում առնվազն 6 ամսվա գրանցված գործունեություն և ներդրումը իրականացվի հիմնական միջոցների մեջ, կապիտալ ներդրումների մեջ, որոնք որ ուղղված են էներգախնայողությանը և էներգաէֆեկտիվությանը։ Ունենք քեշբեք արտահանման խթանման նպաստող ծրագրերին, այսինքն բոլոր արտադրողները կամ արտահանման նպաստող ընկերությունները, դրանք բեռնափոխադրումներ կամ տուրիստական ընկերություններ, հյուրանոցներ, այսինքն այն բոլոր ոլորտները, որտեղից հնարավոր է արտահանում, տվյալ ընկերություններում սարք-սարքավորումների մեքենաների ձեռքբերման համար հնարավոր է մինչև 15% քեշբեք։ Իդեպ իր լիզինգային քաղաքականությունը մշակելիս Արարատ բանկը մի առանձին կետ էլ հատկացնում է Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին։ Եթե ընկերության հիմնադիրները 50 և ավելի տոկոս մասնակցությամբ մեր Արցախից տեղահանված ազգականներն են, այդ դեպքում նշածս 15% քեշբեքին գումարվում է ևս 20% քեշբեք։ Կամ կա երկրորդ տարբերակը, եթե ընկերության աշխատակիցների նվազագույնը 10%-ը կամ 10 աշխատակից նույնպես Արցախից տեղահանված մեր հայրենակիցներն են, այդ դեպքում նշվածս առաջին քեշբեքին գումարվում է ևս 15% քեշբեք։ Արևային կայաններ կամ մարտկոցներ, ջրատաքացուցիչներ և էլեկտրական տրանսպորտային միջոցներ։ Արարատ բանկը գրավիչ առաջարկ ունի նաև կանաչ լիզինգի շրջանակում։ 15% չափով քեշբեկը նախատեսված է արևային կայանների, արևային էներգիայով ջրային համակարգերի տեղադրման համար և էլեկտրոմոբիլների լիցքավորման կայանների համար։ Իսկ 10% քեշբեկը նախատեսված է տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար։ Արարատ բանկի տաղավարի մոտ այցելուներին են դիմավորում լիզինգի փորձագետները, հենց տեղում տալով բոլոր հարցերի պատասխանները։ Տարիներ առաջ լիզինգ ֆինանսական գործիքը շատերը վարկից չէին տարբերում։ Այսօր արդեն լիզինգի շուկայում ձևավորված բարձր մրցակցությունը տարեցտարի աճ է գրանցում։ Եթե 3-4 տարի առաջ լիզինգով աշխատող կազմակերպությունները ընդամենը 1-2 կային մասնագիտացված կառույցներ և մի 3-4 հատ բանկ ընդամենը, այսօր արդեն այդ շուկայում աշխատում են գրեթե բոլոր բանկերը և մի քանի վարկային կազմակերպություններ։ Տարվա վերջի դրությամբ 24 թվականի լիզինգի պորտֆելը համակարգում կազմում է մոտավորապես 250 միլիարդ դրամ։ Ուսումնասիրելով լիզինգային շուկայի հիմնական պահանջարկը, Արարատ բանկն ամեն տարի ներկայանում է նոր ու նորարար առաջարկներով, ինչն էլ հնարավորություն է տալիս մնալ մրցակցության մեջ։ Իմ կարծիքով Արարատ բանկը բավականին մրցունակ է լիզինգի շուկայում, պարբերաբար հանդես է գալիս տարբեր տարատեսակ առաջարկություններով։ Մենք աշխատում ենք մի շարք միջազգային կառույցների հետ, որոնցից որ ներգրավում ենք միջոցներ լիզինգով աշխատելու համար, որը որ մեզ հնարավորություն է տալիս տարբեր ակցիաների տեսքով, յուրահատուկ առաջարկներով, ես կասեի, հանդես գալ շուկայում։ Ապրիլի 18-ից 20-ը Լիզինգ Էքսպո 2025-ին Արարատ բանկի տաղավարում ձեզ կսպասի լիզինգի մասնագիտացված թիմը։ Մինչև 35% քեշբեքեր, հատուկ առաջարկներ և գրավիչ լիզինգային ծրագրեր։ Արարատ բանկի հետ էլ ավելի հնարավոր ու հասանելի կդառնա ձեր բիզնեսի վերազինումն ու թռիչքային զարգացումը։